Պարոն Լուլուկյան, Փաշինյանը Գերմանիայում է, այցին ընդառաջ մի շարք միջազգային կազմակերպություններ եւ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը դիմել էր Մերցին, որպիսի անուշադրության չմատնվի Բաքվում պահվող հայ գերիների հարցը, ինչպես նաեւ Հայաստանում ընթացող բռնաճնշումները։ Ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք ձեր դիմումը հասել է Մերցին, թե ոչ։ Այո, ինչպես դուք տեղյակ եք, այդ բողոքի ցույցի նախ ընդառաջ մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ, նաև Գերմանիայից կենտրոնական խորհուրդը համատեղ դիմել էին կանցլերին, այո, այդ նամակով եւ այնտեղ երկու բաղկացուցիչ մասերից կազմված է այդ նամակի մեջ, այո, մեկը Մերցին ուղված, հիմնականում Մերցին ուղված, Բաքվում մեր հայ ռազմագերիների հետ կապված, ապօրինի այդ դատավարության մասին էր խոսքը, որ այդ կենտրոնում լինի այդ բանակցությունների ժամանակ եւ նաեւ մենք ես պաշտոնական նամակի այդ հատվածը եթե թույլ տաք հնչեցնեմ, որ շեշտեցինք ամենակարևորագույն մասը մտահոգիչ զարգացումներ Հայաստանում վարչապետի Փաշի այցի կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ նաեւ հենց Հայաստանում դիտվող վտանգավոր զարգացումները, որոնք ավելի են խորացնում երկրի ներքին լարվածությունը։ Դրանց թվում խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքական դրդապատճառներով քննադատների եւ այլընտրանքային կարծիք ունեցողների հետապնդումը, արդեն 4 թեմակալ առաջնորդների կալանավորումը, ինչով կալանքի տակ է հայտնվել Հայաստանի ծառայող եպիսկոպոսների շուրջ 1/3-ը։ Այս քայլերի լուրջ կասկածներ են առաջացնում իրավական պետության սկզբունքների, կրոնական ազատությունների պաշտպանության եւ քաղաքական իրավունքների սահմանափակման առումով։ Սա շատ կարևոր է այս նամակը, որ հնչեցնել եւ ներկայացնել կանցլերին, որովհետեւ մենք իրոք շատ մտահոգիչ է, հատկապես մենք տեսնում ենք այս արշավը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որը անօրինական է եւ հակասահմանադրական, դա բազմիցս մենք շեշտել ենք նաև Գերմանիայից կենտրոնական խորհրդի հայտարարությունների մեջ, որ սահմանադրության կոպիտ խախտում է դա, որ գործադիր իշխանությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին կյանքին կանոնական այդ հարցերի վերաբերյալ եւ գիտեք վարչապետը չունի այդ լիազորությունները եւ իհարկե ինքը շեշտում է միշտ, որ ինքը իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ է հանդես գալիս, բայց այդպես չի լինում, երբ որ երկրի վարչապետը կառավարության շենքում մամուլի ասուլիսը եւ այդտեղ ինքը ներկայանում է որպես երկրի վարչապետ եւ այդ ժամանակ, երբ որ հնչեցնում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա, այդտեղ նա հանդես է գալիս որպես վարչապետ, նա ունի լծակները եւ ռեսուրսները օգտագործում։ Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք է նաև, որ հենց ինքը վարչապետը ընդունեց Նարեկ Կիրակոսյանի ֆակտորի թղթակցի հարցին, որ ազգային անվտանգության աշխատակիցը հանդիպել էր հոգևորականի հետ եւ հորդորել էր իր ասելով, բայց սա ակնհայտորեն ճնշում է տեղ ունեցել հոգևորականին, որ պատարագի, պատկերացնում եք եկեղեցական պատարագի, սուրբ պատարագի այդ տեքստի մեջ պետքա զեղչվի վեհապարի անուն, այսինքն ստեղ տեղի ունի ցենզուրա, որը այդ լիազորությունը չունի ազգային անվտանգության աշխատակիցը, սա այդ կոպտագույն խախտում է նաև օրենքների եւ սահմանադրության։ Իսկ ինչ վերաբերվում է, այո, այդ օրվան երկու բողոքի ցույց տեղի ունեցան, ժամը 11-ին բողոքի ցույց տեղի ունեցավ, որտեղ Փաշինյանը հանդիպում էր գերմանական այսպես կոչվող արտաքին քաղաքականության այդ ընկերակցությունը DPAG, այնտեղ պոդիում դիսկուսիոն էր տեղի ունեցել եւ այնտեղ Բերլինի համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց էին կատարել եւ հնչեցրել են այդ իրողությունը, ինչ որ կատարում է Հայաստանում, այդ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, խոսքի ազատության եւ որ վերջ դրվի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումները եւ այդ արշավը, իսկ ժամը 4-ին կանցլերի նստավայրում, կանցլեր ամտի առջև տեղի ունեցավ նույնպես բողոքի ցույց, այդ նույն պահանջներով նաեւ գումարած դրան արդեն կանցլերին ուղված
մեր հայ ռազմագերիներին, որում Բաքվում ապօրինի այդ դատավարությունը տեղի ունենում։ Պարոն Լուլուկյան, ինչ կարծիքի եք, կանցլերը որոշակի քայլեր կձեռնարկի Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչպես նաև այսօր Փաշինյանը Գերմանիայում խոսել է գերիների թեմայով ու ասել, որ գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրի կնքումից հետո, այսինքն որոշակի կապ տեսնում է, հա, կկնքվի պայմանագիրը, գերիների հարցը կլուծվի։ Այս մասով ինչ կասեք։ Դուք հանդիպում ապագայում պլանավորում եք կանցլերի հետ, որպեսզի ձեր առաջարկները փոխանցեք։ Ուրեմն սա առաջին նամակը չէ, որ մենք ուղղել ենք կանցլերին, պարոն Մերցին, կա նաև տարբեր նամակներ մենք ուղղել ենք այս հարցով եւ Գերմանիայի կենտրոնական խորհուրդը արդեն քանի տարի է այս հարցում պայքարում է մեր այդ հայ ռազմագերիների հետ կապված։ Այո, մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր պայքարը եւ դիմելու ենք Գերմանիայի կառավարությանը տարբեր խողովակներով լծակներով պետք է եւ ցանկալի կլներ կանցլերի հետ հանդիպում լինի, որովհետեւ այս նամակի տակ ստորագրել շատ կարևոր կառույցներ, ինչպիսին էր նաեւ Քրիստոնյա Զոլիդարիտետ ինտերնացիոնալ կառույցը, 4 կազմակերպություն ստորագրել այս նամակի տակ եւ մենք շարունակաբար լինելու այս աշխատանքը։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ Հայաստանի մեր տեղեկություններով Հայաստանի վարչապետի կողմից չի ինչեցվել հանդիպման ժամանակ ռազմագերիների թեման չի շոշափվել։ Բաքվում պահվող գերիների, այսպես ասած։ Այո, շնորհակալություն Բաքվում, մենք իհարկե արդեն պետք է խոսենք Բաքվում, մեր Հայաստանում, այո, սա Բաքվում այդ թեման չի շոշափվել մեր տեղեկություններով, ցավոք սրտի իհարկե գիտեք այդ թեման պետք է երկրի վարչապետը շոշափի այդ թեման բարձրացնի եւ այդ թեման չի բարձրացվել եւ չի շոշափվել բայց մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ արդեն նամակի մեջ մենք նշել ենք որ մենք ունենք այդպիսի տպավորություն եւ տեղեկություն որ Հայաստանի կառավարությունը չի զբաղվում այդ հարցում գիտեք նայեք բազմիցս վարչապետը եւ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են որ խաղաղություն է Հայաստանում հաստատվել հայախաղաղություն բայց ոնց կարող է խաղաղություն հաստատվել, երբ որ ունենք ռազմագերիներ Բաքվում, սա նոնսենս է, հասկանում եք, սա աբսուրդային ժանրից է։ Չի կա, երբ որ խաղաղություն է կնքվում, իրենց ասելով արդեն դա նախաստորագրվել է եւ հայտարարում են խաղաղությունը, բայց մեր ռազմագերիները այնտեղ են գտնվում, այդ ապօրինի դատավարությունը եւ անմարդկային այդ վերաբերմունք իրենց նկատմամբ եւ մենք հանգիստ նստած հետեւում ենք այս ամբողջ այդ երևույթին սարսափելի երևույթին Պարոն Լուլուկյան, գանք եկեղեցու դեմ արշավին, դուք ձեր խոսքում ասացիք, որ ես ճիշտ եմ չէ հասկանում Գերմանիայի հայ համայնքը չի սատարում Փաշինյանի եկեղեցու դեմ արշավը, ինչպես նաև ուզում եմ ասել, որ այս արշավը սկսվեց այն բանից հետո, երբ ամենայն հայոց կաթողիկոսը Սփյուռքի թեմերից մեկում խոսեց Արցախի մասին հնչեց հայտնի հայտարարությունը ու դրանից հետո սկսվեց արշավ եկեղեցու դեմ, վեհափառ Հայրապետի դեմ, ինչ եք կարծում Ադրբեջանի իշխանությունները որոշակի վախեր ունեն, որովհետև Փաշազադեն, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խոսեց վեհափառի մասին, ասեց, որ ինքը ռևանշիստ է, այսպես ասած, ու դրանից մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ ու մեջբերեմ եկեղեցիները անվանեց չուլանացված։ Հիմա այս մասով, այսինքն Ադրբեջանը որոշակի վախեր ունի։ Սա խորքային է, այո, դու պետք է նայեք այդ առումով, որ վեհափառի այդ հայտարարությունից հետո Շվեյցարիայում որ այդ համաժողովում նա գիտեք վեհափառը խոսեց ոչ թե քաղաքականության մասին, խոսեց Արցախի ժողովրդի իրավունքի մասին, վերադարձի իրավունքի, մարդու իրավունքների մասին է մեր ազգային աթենասյունների, մեր եկեղեցիների, մեր մշակույթի այդ մենք որ ունենք դրա մասին է պաշտպանության մասին է խոսքը եւ իհարկե դա շատ սինխրոն տեղի ունեցավ Ադրբեջանի հոգեոր առաջնորդ Փաշիզադեի հայտարարությունը եւ այնց երկու օր հետո կարծեմ Փաշինյանի այդ արշավը այդ հայտարարություն չուրանացված այդ ամոթալի այդ բառապաշարով խոսել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ սա միակ դեպքը չէ Փաշիզադեն բազմից է տարբեր հայտարարություններ արել եւ սա տեսնում ենք որ եւ նույն այդ հայտարարից հետո Հայաստանի իշխանությունների կողմից այդ սինխրոն ինչպես կարելի կներեք ասել ֆուտբոլային ժանրով պասերով խաղեր է գնում իմ կարծիքով եւ ստեղ ավելի վտանգավոր հայտարարություն կա Փաշիզադեի կողմից որ նա հայտարարել էր որ
նայեք հայ առաքելական եկեղեցին այնպես է դիրքավորվում եւ հզորանում, մենք պետք է հասկանանք, երբ որ շատի լսեք այս բառերը, երբ որ Հայաստանի Հանրապետություն պետականությունը ավարտվի, իր պետականությունը ոչնչացվի, իրենք փորձում են որպես Մայր Աթոռ Էջմիածինը Վատիկանի պես պահպանեն, այսինքն իրենք արդեն պատկերացնում են Փաշիզադե եւ Ադրբեջանը, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի եւ շուտով ավարտվելու է իր որպես պետականություն եւ այստեղ վտանգավոր երևույթ է Ադրբեջանի համար, հոգեվոր առաջնորդի համար, որ Մայր Աթոռ Էջմիածինը որպես Վատիկան պետք է լինի, սա հայտարարությունը պաշտոնապես կա եւ այս համատեքստում, որ մենք նայում ենք, շատ վտանգավոր է Հայաստանում տեղ ունեցող իշխանության կողմից այս գրող եկեղեցու նկատմամբ եւ սարսափելին հենց վերջի այդ երևույթն է Գյումրիում 7 եկեղեցում տեղ ունեցավ, դուք պատկերացնում եք, դա ամբողջ Կիրակի թեմը հայտարարություն է անում եւ իրանք այդ ինչպես շեշտեցի ազգային անվտանգության աշխատակցի կողմից ճնշումից, որ դա տեղի չունեցավ, այդ ճնշումն էլ չօգնեց իրենց։ Հիմա ինչպիսի տրամադրություններ են, հա, գերմանա-հայոց թեմում արդյոք դուք հանդիպումներ ունեցել եք Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի հետ, խոսակցություններ եղել են։ Բազմից ենք հանդիպում, բազմից ենք շատ հանդիպում ենք, այս պայն Սրբազանը գտնվում է Հայաստանում, երբ որ վերադառնա նախատեսում են նորից պետք է հանդիպենք, անպայման խոսենք, մենք շատ ենք խոսում այդ հարցում եւ իհարկե Գերմանիայից շատ մտահոգված է, շատ այս սարսափելի երևույթը, որ տերում Հայաստանում ենք բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր եւ արդեն այդ բողոքի եւ մարդիկ գտնում են սա ուղակի դժբախտություն, այսինքն սա մենք կանգնած ենք անդուդի եզրին եւ մենք որպես Գերմանիայի կենտրոնական խորհուրդ շարունակելու ենք մենք այս պայքարը պաշտպանելու մեր հայ առաքելական եկեղեցի, մեր ազգային եկեղեցին եւ թույլ չենք տալու որպեսզի քայքայվի մեր եկեղեցին եւ պառակտվի